Ողջույն, ձեր հետ նորից գրաքաղաքական ոդքասթն է, գրականագետ Թագուհի Ղազարյանը եւ արձակագիր Հայկ Հովյանը։ Ողջույն Թագուհի։ Բարև Հայկ, ո՞նց ես։ Շատ լավ։ Մենք այսօր Մեր վերջի թողարկումն է դրանից էս լավ։ Այս եթերաշրջանի մեր վերջին թողարկումն է ու Ամանորի նախորյակին մենք որոշել ենք այս եթերը նույնպես ինչ-որ հեքիաթային մոտիվներին նվիրել, բայց հեքիաթային մի քիչ ուրիշ դիտանկյունից որոշել ենք այսօր քննարկել Ղազարոս Աղայանի ֆեմինիստական, ասենք ֆեմինիստական մեկնաբանության հնարավորություն տվող կանանց կին գլխավոր կերպարներով կերպարների շուրջ պտտվող հեքիաթները Եղեգնուհին, Անահիտը եւ Արեգնազանը։ Սկսենք։ Ես սկսեմ, թե դու սկսես։ Քանի որ քո մոտ պատմելը ավելի լավ է ստացվում, պատմելու հատվածը ես հոժարակամ կփոխանցեմ քեզ։ Հնարավորինս արագ կպատմեմ, որ հասցնենք երկար խոսել։ Ամենամաքուր հեքիաթն է իրական Եղեգնուհին էս 3-ից թագավոր տղային ուզում է ամուսնացնի, տղան ասում է կամուսնանա միայն նրա հետո որ հայրը մայր չի ունենա, այս աշխարհից չի լինի եւ այլն ու գնում է թագավորը ինչ որ եղեգ աճարում այդ եղեգը դառնում է աղջիկ լճի մեջ որ պետքա բերի տղայի հետ ամուսնացնի հետո մի բոշա գալիս է այս աղջկան խեղդում աջրի մեջ ինքն է փոխարինում նրան ես չգիտեմ արդյոք արժի այդքան դետալային պատմել հետ թագավորը գալիս է այդ բոշային ատանում իրեն հարց եւ այստեղ սկսում է ամենադաժան պատմությունը բոշան տգեղա գերա եւ սև շատ սարսափելի բան ունի էլի ժամանակակից եթե մենք հիմա ֆեմինիզմի դիտանկյունից ենք նայում ու մարդու իրավունքների բառապաշարով պիտի խոսանք այս մարդու ազգությունը թիրախավորեց body shaming արեց մաշկի գույնը ռասիզմը տեղ է ամեն ինչը քսենոֆոբիան ամեն ինչ տեղում է էլի այս հեքիաթում եւ դա իրական հեքիաթների աշխարհի բնորոշման է հետո Եղեգնուհին ոչ թե մահանում այլ դառնում է ձուկ այդ կինը որը կեղծել է Եղեգնուհուն իմանում որ դա Եղեգնուհին ասում է պետքա ուտեմ իրան բայց քանի որ ուտում է բայց քանի այնտեղ փշեր կան որոնցից կարող են ինքը վերածնվել այս փշերն էլ ուտելա տալիս աղախիններին բայց աղախիններից մեկի մոտից այդ փուշը մի փուշ փրկվում է այդ փուշը հետո դառնում է ծառ հետո այդ ծառը կտրել է տալիս այդ ծառից մի տաշեղ թռնում է հարևան պարավի տանը դառնում է խոփ հետո դառնում է աղջիկ մի օր թագավորին ու թագավորի ընտանիքին տղային նույնիսկ այդ կնոջը հրավիրում են իրանց տուն հյուրընկալելու այդ պարավորի տանը հայտնվել է Եղեգնուհին գալիս են այդ աղջիկը ճանաչում է բոլորը ճանաչում են Եղեգնուհին սկսում է հեքիաթ պատմել եւ ինչքան որ ճշմարտություն է պատմում այնքան ավելի խաղաղ է աճում եւ ինչ որ բան է ինչ էր լսի հավեր խորովում մի խոսքով վերջում կակավ ուտելիքները պատրաստ են լինում այդ շատ հետաքրքիր է որ ասում կակավը կերան վրայից էլ խաղողը կերան շատ տարօրինակ բան ու իրանք ասում են իրանց մուրազին դուք էլ հասնեք ձեր մուրազին այսինքն այդ կինը պատժվում է այդ Եղեգնուհուն տանում է հա ինչ որ բան խոշտանգման ձև է ինչ որ ձիու փոչից կապած քարշ են տալիս ասենց ինչ որ դաժան պատիժ է Եղեգնուհին էլ գնում է պալատում իր արժանը տեղն է գրավում հա ամենը Ես բայց կառաջարկեմ մյուս հեքիաթներն էլ մենք արագ պատմենք, որպես Անահիտը ես կպատմեմ, որպեսզի կարողանանք այդ 3-ն իրար հետ այդ նույն համատեքստի մեջ դիտարկենք։ Ու Անահիտը ամենահայտնի հեքիաթներից է մեր իրականության մեջ, երկու բառով ասենք, դա Վաչագան թագավորի եւ Անահիտի մասին է պատմությունը, որտեղ Վաչագանը սիրահարվում է նախրջու աղջկան Անահիտին փորձում է նրա ձեռքը խնդրել Անահիտն ասում է ինչքան է դու թագավոր ես բայց եթե արհեստ չունենաս ես քո հետ չեմ ամուսնանա Վաչագանը ստիպված արհեստ է սովորում գործել հա եւ ամուսնանում են իրար հետ Վաչագանը մի օր որոշում է գնա իր կալվածքներում հա տեսնի ժողովուրդը ինչով է ապրում ոնց է ապրում եւ ընկնում է գերության ինչ որ քուրմերի մոտ ու օգտագործելով իր արհեստը մի տենց բաճկոնի վրա հաղորդագրություն է ասեղնագործում այնպես է անում որ այդ բաճկոնը տանեն Անահիտը որպեսի առնի թանկ գնով այդ բաճկոնը Անահիտը այդ հաղորդագրությունը կարդում է հասկանում է թե որտեղ է բանտարկված ամուսինը զորքը հավաքում գնում է եւ ամուսնուն ազատում եւ այդ մարդկանց ազատում գերությունից ու ապրում են ուրախ ու երջանիկ մոտավորապես էս է կարճ շատ համառոտ
այդ հեքիաթը եւ վերջինը Արեգնազանը դա էլ կփոխանցեմ քեզ։ Արեգնազանը մի տրանսգենդեր տղամարդու պատմությունն է, որը ծնվել է անսեր, երևի հա, ստեյության բանը, պատմությունն այն մասին, որ մի Արման անունով Մասիսի Փեշերին ապրող շատ հայկական միջավայր ապրող մի տղամարդ ունի 3 աղջիկ, Մասիսի Արմանը ունի 3 աղջիկ, Զանազան, Զարմանազանը, 2 աղջիկ եւ մի անսեր երեխա, Զանազան, Զարմանազան եւ Արեգնազան, բայց քանի որ այդ ոնց որ ինձ թվում է այդ բանը կա չէ, որ շորերը փոքրանում է մեծ քրոջերով փոքրին են տալիս, Արեգնազանին պահել, որպես աղջիկ պահելը ավելի հեշտ կլիներ, դա որոշվում է որ ինքը աղջիկ է ու սոցիալական ինքնություն է իրան աղջկա այսինքն աղջկական բաներ ինքը իհարկե խուսափում է, չի սիրում գործել, բան անել, բուրդ, չգիտեմ ինչ մանել եւ այլն, բայց ինքը տղամարդ չի ֆիզիոլոգիապես էլ հա կարծես թե ավելի շատ աղջկա հոգեպես է տղամարդը շատ խառը պատմություն է էլի հետո մի խոսքով մի օր այդ Արման թագավորի մոտ է ծառայելիս լինում մի օր պետք է իր երեխաներից մեկը գնա թագավորին փոխարինելու այն 2 աղջիկները փորձության չեն դիմանում Արեգնազան դիմանում է գնում է փոխարինում է հորը թագավորի մոտ թագավորի աղջիկը բայց տղամարդու շորերով այս բանը էլի շատ արևելյան պատում է իրական այդ մուլանը բանը այս բոլորի հետ պատահում բոլոր ազգերի հետ պատահել է սա որ կինը տղամարդու շորերով մտնի Պալատ այդ ինչքան հա բոլոր արևելյան ազգերը այդ պատմությունը ունեն չգիտեմ արևմտյանները Հռոմի պապել է եղել կինտեզ լեգենդեր կամ չգիտեմ կինը աղջկա հա դե պատրիարխալ աշխարհում կանեք ինչ որ բանի հարցնելու համար երբ տղամարդկանց կեղծում էին տղամարդու ինքնություն էին կեղծում մտնում է պալատ աղջիկը սիրահարում է թագավորի աղջիկը նրան տղայի տեղ դնելով սիրահարում է իրեն եւ այդ սիրուցի վանդանում է այդ աղջկան բուժելու համար անմահական ջուր է գնում Արեգնազան բերի հայտնում է քարե քաղաքում ինչ որ հրեշտակի է հանդիպում մի խոսքով ցենց հեքիաթային բաներ են տեղ ունենում բայց երբեմն նաեւ ոչ հեքիաթային այս մասին կխոսանք անմահական ջուրը բերում է տալցան ու նուֆարին հանդեղ ընթացքում իրան կախարդում է մի հատ աղավնի հրեշտակ ինքը դառնում է տղա Շաճում հանդեպքի բան ասում է վերջնական կազմավորվում է որպես տղամարդ ֆիքսում է որ ինքը տղա է բայց բանը ինքը ինչ որ պատմում է այդտեղ լավ խոսակցություն կա դա շատ հետաքրքիր բան էլի ոնց 21-րդ դարի որ ես ոնց որ բան եմ աղջիկ եմ բայց նենց կուզեի տղա լինեմ ինձ դուրա գալիս տղա լինել եւ այլն այդ բանն էլ հրեշտակն ես մտե որ ուզում ես ես քեզ պլաստիկ վիրահատության եմ ենթարկում գնա տղամարդ վերջը որպես տղամարդ վերադառնում է ամուսնանում է այդ թագավորի դստեր հետ եւ ապրում են նրանք երկար եւ երջանիկ ինչպես սովորաբար լինում է հեքիաթների վերջում այնտեղ քարե քաղաքի պատմություն կա որում ինքը հայտնվում է շատ ապա սյուժետային տարահայտ սյուժեն չգիտեմ ոնց ազդում է հեքիաթի վրա բայց արժի դրան դառնալ նաև քննարկման կոնտեքստում հեսա կխոսանք երբ ավելի բովանդակություն հա մի խոսքով մեր հեքիաթների բովանդակությունը այսքաններ էլ ավել չծավալվենք հա ես գիտես ինչ իսկ ուզեի սկսենք զրուցել հեքիաթների շուրջ այդ հեքիաթների մորֆոլոգիայի տեսության մեջ sense մի բան կա որ նու հերոսը սովորաբար ցանկացած հեքիաթի մեջ ինչ որ փորձությունների է ենթարկվում փորձությունները պիտի անցնի ու վերջում պարքև պիտի ստանա հա ու այնպես է որ քրիստոնեական աշխարհի հեքիաթների մեջ պարքևը հիմնականում սովորաբար դա կինն է ու մեր բոլոր 3 հեքիաթներն էլ ի վերջո դրա մասին են որ հերոսները փորձություններով անցնելուց հետո վերջո պարքևը որը որ ստանում են դա կինն է օրինակ մուսուլմանական հեքիաթներում պարքևը հարստությունն է հա վերջում որ ինչ որ իրանք հասնում են դա հարստությունն է օրինակ տենց հեթանոսական շրջանի հեքիաթների մեջ օրինակ ըստ այդ տեսությունների պարքևը ինչ որ այն մյուս աշխարից, հա, այն կողմի աշխարից ինչ որ արտեֆակտ բերել կամ ինչ որ հմտություն, հա, բերել։ Բան սուպեր ուժ։ Հա, ինչ որ ուժ բերել, հա, չգիտեմ, կրակ բերել ես, բերել են բերել։ Ու շատ հետաքրքիր է որ մեր այդ 3 հեքիաթներն էլ այդ լրիվ այդ տրամաբանության մեջ էին, էլի, որ վերջի վերջո այդ կնոջ կերպարը, հա, կնոջ դերը վերջի վերջո այդ պարքև լինելն էր։ Հա, որ Դե պարքև են իրանք դառնում էլի։ Անահիտի պարքև Վաչագանն է հակառակը։ Հա, բայց Վաչագանի համար է, թագավորի համար, ի վերջո, բայց Վաչագանի պատմությունն է էլի, որ իրականում նայում ես Վաչագանի պատմությունն է մեծամասամբ։
Չգիտեմ, այդ պետք է քննարկել։ Դե քննարկենք, որովհետև սկիզբը ինչից է։ Օրինակ Արեգնազանի դեպքում ակնհայտ է որ Նունուֆարի պատմություն չէ, այլ Արեգնազանին է։ Պետք է մի պարքև աստանում, ու ինքը պարքև աստանում կին։ Ինքը պարքև աստանում սեր։ Իսկ իհերը բերում է Եղեգնուհուն, բայց ինքն Եղեգնուհին օրինակ այնտեղ գլխավոր կերպարը։ Հա, բայց ասում ես ինքը պարքևաստանում սեր, բայց այդ ինչի համար է վերջի արվում, որ Արեգնազան դեպքում համաձայն եմ այդ բանը։ Դե Եղեգնուհու դեպքում էլ ինքն է վերջում պարքև դառնում էլի թագավորի տղայի համար։ Այսինքն այդ պատմությունը դրա շուրջ է, այդ պարքևի շուրջ է պատտվում, որ պարքևը կինն է։ Դեպքում համաձայն չեմ, այն երկուսի դեպքում հա, օքեյ, բանը պետք է տղամարդ լինես, որ վերջում կին պարքև ունենաս, հետեւաբար ընթացքում կդառնաս, կփոխվես տղամարդ եւ այլն, այս կա Արեգնազանի դեպքում, բայց Անահիտ դեպքում կարելի է քննարկել։ Ընդհանրապես սրանք շատ տարօրինակ հեքիաթներ են, դա էլ արձանագրենք մանավանդ Արեգնազանն ու Անահիտը։ Անահիտը շատ տենց քաղաքական համատեքստ ուներ, բայց կարող է այդ մնաց այդ բանը կանաց ֆունկցիոնալության արդիվ այդ ասածները։ Դու իմ ասացի տրամաբանությունը դրա մեջ էր, որ կնոջ կերպարը որպես այդպեսին ըստ այդ նաև այդ կանոնի մեջ է, հա, մտնում հեքիաթային մորֆոլոգիայի, որ պարքևը կինն է լինում հերոսի համար ու տենց կա էլի այդ երեք հեքիաթի մեջ էլ այդ համատեքստը կա, որ թագավորին հասնում է ամենալավ, թագավորի տղային հասնում է ամենալավ կինը, պարքևը կինն է։ Ես պարքևը թագավորի տղան է ակնհայտորեն ասենք Անահիտի մեջ ես չգիտեմ այդ Անահիտ հեքիաթը ավելի շատ Վաչագանի պատմություններ, հա, ինքը ոնց է փորձում Անահիտին հասնել, ոնց է ամուսնանում, հետո ոնց է գնում գերի ընկնում ու վերջում ոնց են իրան գալի ասատում։ Էշ գնում գերի ընկնում։ Լսի Վաչագանի եւ Անահիտի դեպքում ամեն ջանքան է լավ շուրջ տված, որ ընդ Վաչագանը զոհն է, Անահիտը փրկիչը։ Այն ինչ որ տղամարդու եւ կնոջ դերերում պետքա փոխված լիներ ու քան որ բան են կարել, ես 21-րդ դարի բառապաշար տարեդրել ենք 10-րդ դարի Ղազար Սաղայանի վրա, այնտեղ իհարկե նաեւ բանը կինը շատ ուժեղ սուբյեկտայնություն ունի, ինքը հայրը ասում է թող ինքը որոշի, ինքը ասում է ես որոշել եմ թագավորի չամուսնանամ, հետո այդ տղուն ասում է դե գնա դու բանար հա այդտեղ Բայց այս երկիրը կղեկավարեմ, հետո իմանում որ դա գերի անգել, գնում հետևից փրկում է բանանում, բայց ինձ դա չի որ հետաքրքիր է եղել։ Ուզում եմ ասեմ, այդտեղ շատ ուժեղ սուբյեկտայնություն ունի Անահիտը, իհարկե այդտեղ Վաչագանի հետ կապված ուրիշ բան կասեմ, բայց ինձ հետաքրքիր է, քեզ ինչն է տարօրինակ թվաց է։ Օրինակ որ կարդում ես, ոնց ես հասկանում, որ Անահիտը հեքիաթ է, ոչ թե պատմվածք, ոչ թե պատմավեպ, որտեղ պատմական կերպարի մասին է։ Ինձ հարցն է շատ հետաքրքիր եղել։ Գիտես, եւ ստրուկտուրան պատմության իրականում մեկ այլի հեքիաթային է, հա, փորձություն, մարդ, հաղթանակ, հա, վերջում էլ պարքև երջանիկ կյանք եւ այլն։ Իա ստրուկտուրան շատ տենց հեքիաթային է, էլի։ Վերջում երջանիկա է լավ հեքիաթ, ինձ դուրս չգալիս այդ մեկնաբանը։ Ինչի երջանիկ չի ավարտվում։ Չէ, ոնց որ ամեն երջանիկ happy end բան չէ, էլի հեքիաթ։ Չգիտեմ, ինձ տենց լրիվ բանի մեջ էր։ Իմ համար շատ հեքիաթային տրամաբանության մեջ էր։ Ես ոչ մի հեքիաթային իրադարձություն այդ պատմում այդ հեքիաթում տեղի չունեմ։ Ինձ դա ամենաշատն է բանը։ Հեքիաթային նկատի ունես կախարդանք։ Այդ թվում, հա։ Ոչ մի բան, որ փող կապակցված չլինի պատճառը հետևանքային կապով։ Ինչա հեքիաթներին բնորոշ է Բախտինը ասում է որ լսի ես հեքիաթի մասնագետ չեմ, ես վեպի մասնագետ եմ, հեքիաթները գիտեմ այնքան որքան որ դրանք վեպեր չեն։ Իսկ Անահիտի մեջ ես այնքան վիպական բան եմ տեսնում, որ չեմ կարող անցնել իրան որ բան հեքիաթա ոչ թե ասենք բան նախավեպ։ Ու հեքիաթների ինչն է բնորոշ, որ ամեն տեղի անում հանկարծ ասում եմ մի փուշ ընկավ գետնին, հանկարծ Եղեգնուհին տիպիկ հեքիաթ։ Հանկարծ բանը Բախտինը ասում է վդրուկ ու կակրազ ասում է երկու բառերն են իրանց մագվայրն էլի հեքիաթների, այսինքն հենց օրինակ այդ քարե քաղաքը Արեգնազանի լրիվ հեքիաթային բան է էլի անկապա
այդ անկապությունն է բնորոշ, բայց ասենք այդ բանը հաշվարկը նույնիսկ այն որ ոչ թե երազում է տեսնում վաչականին, այլ վաչականը հաշվարկում է, որ երևի եթե ամենաթանկարժեք բան, շատ թանկարժեք բանն եմ կտանեն թագավորի պալատ, որ այն հայերեն գրեմ էս քրմերը հայերեն չգիտեն, ինքն էլ դե Մեսրոպ Մաշտոցի աշակերտն է, ոնց որ հայերեն ու հիշում ես չէ, այդ ոնց որ իրաց գյուղի բոլոր ժողովրդին հայերեն սովորացրել էր, նորից սովորացրել կրթվել է նորաձև այդ մասը ինչ շատ էր տենց շատ բաներ էլի որ տենց Անահիտը որպես ընկին կերպար ամբողջ գյուղին ամբողջ ժողովրդին տես նստացրել է այդ կրթվելու ասեղի վրա էլի բոլորը սովորեք տառերն իմացեք հեսարեք կենարեք մի հատ արհես սովորեք սա ոնց կլինի սա անկիրթ մնաք այդ շատ տենց սա գյուղի նախրջիներին դվաներ սովորացրել չոբաններին դե գրկը ակտակարաներ աստվածաշունչ էր սովորացրել գնացեք դուք նախիտ բայլն ընթացքում նայ աստվածաշունչ կարտեցեք այդ շատ հավես էր էլի հարկանը այդ կերպարի մեջ ուզում եմ ասեմ ամեն ինչ այնքան պատճառը հետևանքային է ու գիտես ինչն է շատ տարօրինակ այդ հուզականությունը վաչականի որ ասում ես վաչականն է գլխավոր կերպարը ես դա հասկանում եմ ինչից է որովհետև հեքիաթների դեպքում այդպես չի լինում որ կերպարը սկզբում մի ձև լինի հետո ընթացքում զարգանա ու լինի ուրիշ ձև դա վեպերին է բնորոշ հեքիաթների դեպքում իշկար կար էլի թագավորը բոշեն եղեք նույն այսինքն իրանք այդ ներքին կոնֆլիկտներ ֆրուստրացիա բան չունեն այս վաչականը փոխվում է ինքը սկզբում բավականին հարիվ եւ անբան մեկն է վերջում արդեն աճածը դուրս գալիս հա այդ փորձությունից գիտելիքով հասուն եւ այդպես թրծված մեկը ինչ ընդհանրապես եկետ է ինչի ու ինձ շարունակում ոնց որ ես վերջնական բաներ չունեմ ձևակերպած տեսություններ սրա մասին բայց շարունակում է ինձ անհանգստացնել էլի ինձ որ Մարեկնազյանի հետ կապված էլ այդ հարցերը կան որտեղ ես Եղեգնու դեպքում շատ հստակ եմ տեսնում որ սա հեքիաթ է իսկ այն երկուսի դեպքում դե Արեգնազյանի դեպքում էլ այդ թե այդ քարե քաղաքը թե կախարդանքը շատ է մեջ չէ տեսա իսկ Անահիտի դեպքում կախարդանք չկա եւ երբ որ դու կախարդանքից ես խոսում այ դու ամենալավը դա կասես իսկ ինչի Արեգնազյանը ֆենթազի չի տես ֆենթազի ու հեքիաթի հիմնական բան ինչու՞մն է հա կանում ֆենթազիի մեջ այդ կախարդանքը որպես այդպեսին հա եթե ինչ որ թեկուս կախարդանք կա կամ դենց պարանորմալ ինչ որ մի բան, հա, արարած եւ այլն, ինքը այդ աշխարհի համար դենց օրգանիկ տրամաբանական բան է լինում, քո ասած պատճառահետևանքային կապերով եւ այլն, այսինքն եթե դրակոն կա այդ աշխարհում, ինքը այնքան օրգանիկ է, ոնց որ մեր աշխարհում կովը կամ ձին կամ չեմ, եթե 3 հատ լուսին կա, այդ 3 լուսինը այդ աշխարհի ֆիզիկայի մեջ է մտնում։ Իսկ հեքիաթների դեպքում այտենց չի իրանք այդ քո ասած այտենց պրոստը հանկարծակի տեղի անանում ինչ որ մի կախարդանք կամ եւ այլն, բայց ինքը որպես իր էությամբ այդ աշխարհի ոնց որ ֆիզիկան թելադրող կանոն չի, հա, ասինքն այդ կախարդանքը այդ աշխարհի ֆիզիկան չի թելադրում։ Այ հիմնական տարբերությունը այդ է էլի այդ ֆենթազիի ու հեքիաթների մեջ որ ֆենթազիի մեջ այդ ամեն ինչը պիտի այնքան օրգանիկ, տրամաբանված ու պատճառահետևանքային լինի, ոնց որ մեր աշխարհի, չգիտեմ, կա արև իր ամբողջ ֆունկցիոնալով, հա, եթե երկու հատ արև է, այդ երկու արևն են այդ աշխարհի ֆիզիկան ոնց որ թելադրում, կամ եթե կա ինչ որ Պեգաս կամ չգիտեմ ինչ որ դրակոն, ինքը նույնքան օրգանիկ է այդ աշխարհի հետ ու այդ աշխարհի ֆիզիկան կապված է դրա հետ։ Իսկ հեքիաթների դեպքում այդպես չի, պարավն եկավ քարացրեց գնաց ու թվում է թե ինքը ոնց որ մեր աշխարհի մասն է։ Ֆենթազի ժամանակ պարավը ոնց էր գալու, ինչ էր լինելու պարավի հետ։ Ֆենթազիի դեպքում այդ պարավը այդ աշխարհի օրգանիկ մասը, հա, ինքը այդ ֆիզիկան տենց է աշխատում։ Ասենք այդ մի պարավը չի, տարբեր պարավներ կան ամենտեղ, իր պարավը կա, այդ աշխարհում գիտեն պարավները ինչ են իրանցից ներկայացնում, ոնց է իրանց դեմ պետք պայքարել, հա։ Մենք ոնց է գիտենք առյուծը ինչ է, գիտենք առյուծը հետ ոնց է պետք վարվել։ Նենց չկա, չէ՞, այս աշխարհում մարդ, որ առյուծը տենա ու չիմանա ինչ պիտի անի իր հետ։ Չգիտեմ, կարող է մարդ։ Ենթադրում ենք, հա, ասենք ոնց որ Արեգնազյանն է, էս ինչա պարավա, ինչ է անում, կախարդում է, լավ, հələ մտածենք էս ինչ է իրանից։ Իսկ ֆենթազիի մեջ տենց չի, ֆենթազիի մեջ այդ աշխարհի օրգանիկ մասա, եթե Վիշապը բոլորը գիտեն այդ ինչ է իրանից ներկայացնում, ոնց պիտի իր հետ հարաբերվել։ Այդ հարաբերությունները արդեն ոնց որ կանոնակարգած են, ոնց որ մեր աշխարհի մեջ հարաբերությունները։ Իսկ հեքիաթի մեջ տենց չի։ Հետո հեքիաթի մեջ ասես մի բան կա, ոնց որ ասում է հեքիաթը սկսում այնտեղ, այդ ինչ որ խնդրեմ է, ինչ որ մի բան հանկարծակի, ոնց որ դու ասացիր, հանկարծ մի բան է լինում,
ու մեկնարկում է։ Ու այնտեղ ինչ-որ տրամաբանություն ունի, էլի հեքիաթը, փորձություններ պիտի անցնեն, մի դեպքում ասենք չեմ, փորձություն, ասենք ամեն մեկ ինչ-որ այդ հեքիաթային մորֆոլոգիայի մեջ իր տրամաբանությունը բանն ունի, էլի։ Եթե անտառա, ասենք ինքը իր բանն ունի, ոնց որ իր տրամաբանությունն ունի, այդ անտառը ինչ որ չար է հիմնականում լինում, պիտի այդ հերոսը կարողանա այդ չարին հաղթահարել։ Օրինակ այն ռուսական հեքիաթներում է ճանապարհը, որ բաժանվում է, եթե օրինակ հետ է գալի նույն տեղին հերոսը, դա նշանակում է, որ ինքը փորձությունը չանցավ։ Ասենք չեմ սարի փորձություն կա, որ սարին պիտի օրինակ խաբել, հիմնականում տենց է այդ բաների մեջ, էլի այդ հիմնական մասում հեքիաթների տենց է, պիտի սարին խաբել, գետը ինչ որտեղ ֆունկցիա ունի, այդ ինչ որ կենթանի է լինում այդ բաներն են, այդ նախնիների հոգիներն են, ասենց ինչ որ բան ունի, էլի, ստրուկտուրա ոնց որ ունի, որը իդեալական համապատասխանում է եղեգնու ստրուկտուրային, որտեղ այնտեղ ոչ մի բան չհեքիաթ չի, ու ես մի հատ էլ բան մտածում եմ, դու ավելի լավ կասես, սա ճիշտ է թե չէ, որտեղ ես վստահ չեմ, թե ես ավելի լավ եմ հասկանում ֆենտեզիից, քան դու, ես մտածում եմ, որ ֆենտեզին կարա հեքիաթային աշխարհ լինի, այսինքն հրաշքներով լի աշխարհ լինի, արտառոց աշխարհ լինի, բայց իր կերպարների հոգեբանական կողմը պետքա վիպական լինի։ Մարդիկ պետքա կասկածներ ունենան, պետքա այդ բաների, որտեղ փորձությունների միջով ի վերջո բոլոր սյուժեի կերպարները անցնում են։ Հեքիաթի կերպարը ոնց սկզբում կար ունեցել վերջում քաջբարի խիզախ սիրուն, վեպի կերպարը սկզբում ու վերջում կատարելապես տարբեր է։ Եվ էտա որ վեպը դարձնում է վեպ հեքիաթի համեմատ, ինքը ոնց որ ավելի բազմաձայն է։ Վիպական է։ Այսինքն ինքը հեքիաթային աշխարհ է, բայց ֆենտեզի մեջ ապրող մարդիկ վիպական են։ Էսա ինձ թվում իրենց իր հատուկ բան, որտեղ վստահ չեմ, թե ես մինչև վերջ հասկանում եմ, թե ինչ ասել է աշխարհը ունի իր օրինաչափությունները, որտեղ պետքա երբ շատ կոնկրետ, տեսական, շատ մանրամասն երկու հատ աշխարհներ վերցեմ իրար հետ համեմատեմ, բանը էս կողմի, ձախ կողմի վրա հեքիաթը, աչի վրա ֆենտեզին, որ ճշգրիտ հասկանամ ինչ նկատի ունես, ինքը շատ տեսականացված է, երբ որ կոնկրետ նյութի մասին չի։ Բայց օրինակ այդ կերպարների մասով ես վստահ եմ, որ դա ցանկացած մարդ կհասկանա։ Այս կերպարի մասով ինքը աճեց, թե չաճեց, ինքը փոխվեց, թե չփոխվեց, ինքը ներքին կասկածներ ունի, թե չունի։ Եղեգնուհին ներքին կասկածներ ունի, Բոշան ներքին կասկածներ ունի, թագավորը ներքին այդ եղեգնուհու մեջ թագավոր տղան ներքին, չէ, բոլորը ամեն ինչ այնքան միանշանակ է, վեպի դեպքում բոլորը կասկած էին։ Թագավոր վերադառնանք մեր հեքիաթներին, այդ թագավորը ասացիր, այդ թագավորի կերպարներն են, բայց այդ երեք պատմությունների մեջ շատ իդենտիկ են, էլի իրար, տեսնի։ Նա վերջում եղել։ Մեռնել է մի կողմ, տենց շատ բարի, հա, ինչ որ տենց կառուցողական ես կացի, ոչ թե բարի, այլ կառուցողական։ Դե լավ տես ասում ուզում ես անշար մարդիկ կա ուզես ուզի։ Անշար մարդիկ են, որոնց հիմնական մտահոգություններն է, ոնց իրանց զավակներին ամուսնացնեն։ Էդ էլ շատ բան է, հա։ Այն երկուսը տղոն են, մեկը աղջկան։ Հա, բայց իրանց հիմնական գործառույթը ոնց որ այդ հեքիաթների մեջ այդ ամուսնացնելն է։ Հա, այդ ամուսնացնելու բանն է։ Իսկ Անահիտի մասով ես քո այդ համամիտ եմ, որ ինքը շատ տենց վեպի, հա, ինչ որ բան, ու շատ տենց քաղաքական բան կար էլի իր մեջ, ու հետաքրքիր դրվագներ էլ կար այնտեղ, որ ես ֆիքսեցի, ես այդ մասին է կխոսանք, որ տենց շատ է մոտիկացնում էլի մեր իրականությանը, այն վերջում որ այդ բաճկոնը բերող քուրմին, որ բանտարկած են լինում, հետո որ արդեն հետ են գալիս ազատելուց հետո վաճագանին, որ մտածում են սրան ոնց պատժեն, այնտեղ ինչ որ դատ են ուզում անեն բան, հետո ասում են դե լավ ինչ դատավոր մատավոր տարեք մի հատ շունը ինչ կուզի, շունը որոշի, հա թող շունը որոշի, բայց էդ էլ է հետաքրքիր, որ դատավորներն իրանք են ասում դե լավ էդ ինչ դատ ու դատաստան, ոչմ ձեր մեր թագավորին տարել է գերի, հա այդ հարցը մի հատ ձեր ձևերով լուծեք, ավարտվի գնալի ինչ դատ ու դատաստան, էդ էլ էլի շատ sense հետաքրքիր բան, որ այդ դատական process-ին ոնց են էլի վերաբերում ինչ դատավոր ասենք թող վերջնա գնա իսկ բանի մասով այդ որ ասում էի Պարքևի մասով այդ Անահիտի մեջ եմ այդ հետաքրքիր կտոր այդ վերջում որ այդ բանը բացում են այդ քրմերի Այնտեղ ասում է չէ այդ ժողովրդին որոնք կռապաշտ են եւ ասում է գնացեք ասում է այդ ժողովուրդը գնում այդ ոսկիները վեր իրանց Պարքևն է մեկը
ոսկիներն են, այսինքն այդ հարստությունը մնում է այդ կռապաշտ բաներին, այդ պարսիկներ են ինչ են։ Քրմերը դրանք հեթանոս հայերն ակնհայտորեն սա բան է, հեթանոս ժողովուրդը ասում պարսիկներ են, չէ՞, ասենք ինչ։ Կարող է, բայց այս բանից հեթանոսությունից քրիստոնեություն անցմաշրջանն ավաճականել Մեսրոպ Մաշտոցի աշակերտն այն, որում Մեսրոպ Մաշտոցը կա տեղ էլի, ոչ թե ես բան եմ պատմությունից եմ վկայակոչում, այլ հեքիաթի մեջ կա Մեսրոպի աշակերտն ու այդ ոնց որ հեթանոսությունից դեռս քրիստոնեություն չի, անցած կեսը հեթանոս է, կռապաշտեն կեսը քրիստոնյա է, անայտը դա այդ քրիստոնեական բանի մեջ բոլորին տարեր Մաշտոցից սովորել է ինքը մնացածներին է սովորացնում բան ու այդ նաև բան է լուսավորական գաղափարների առաջադիմության գալուստն է չէ ըստեյության քրիստոս հետո նրանք էլ չէ տեսնում ասում են մենք Քրիստոսին ենք ուզում ինչ որ դրանց էլ են հա ընթացքում կռապաշտները դառնում են քրիստոնյա ու այդ եկեղեցին փորձում սարքեն շատ կոնկրետ պատմական կոնտեքստ ունի շատ դժվար է իրան պատմավիպակ չընկալել 4-րդ դարի քրիստոնեության ընդունման պատմությունն է ու այդ բանի այդ տեղանունները, սա բանը պատմական Արցախ աշխարհում է տեղի ունենում, Վաչագանը այնտեղ է ապրելիս եղել որպես պատմական կերպար այդ Ամարասի, վանքը բանից ամեն ինչ է ճշգրիտ բան կա դիզապայթ այդ պարտավը բարդայի plus քաղաքն է իրական քաղաք է էլի քաղաքները բաները ազգությունները ասես ոնց որ պատմական ժամանակաշրջանը ամեն ինչ այնքան լավ ասում ոնց չեմ հավատում որ հեքիաթ է հավատես չի գալիս հետո այս Վաչագանի կերպարը ինքը շատ հետաքրքիր է ինքը вообще ընդհանրապես հեքիաթ է ինչ է ասում բանին այդ վաղինակը որ ուզում ես փոփի վաղինակին ու ինքը գիտի որ ինքը երազ չի տեսիլք չի ունեցել կանխագուր բան չունի հուսադրել բան չունի բայց ասում վաղինակի խափեց ասեց երազումս թագուհուն եմ տեսել ինքը գալու է մեծ փրկի այսինքն այդ բանը այդ խափելը թագավորի տղայի որը իդեալական կերպար պետք է լիներ հա ըստեյության ու այդ բանը սփոփելու համար խափելը այդ էթիկական դիլեմայի արժե կանգնեցնել շատ վիպական բան է էլի իմ համար տենց ամենահիմնական բանը ոնց ասած այդ կրթվելուն ու գիտելիքին հիմնական ուղերձը հա դա է որ այ գիտելիքն ու կրթությունն է որ հույս կարա տա լավ ապագայի լավ կյանքի եւ այլն ինքը տենց շատ Եվի շատ տիպիկ է էլի մեր բանին որ տենց մենք ոչ թե տենց ուժի կամ եւ այլնի ավելի շատ գիտելիքի ու կրթության ու մյուսների վրան ենք մեր հիմնական արհեստների շեշտը դրա վրա ենք դնում քան թե ասենք ուժի եւ մնացածի վրա Չէ՞ որ պետք է լինում անահիտը նաեւ ուժեղը ինքը բան չի չնվնվան չի ինքը տենց զորքով բանով զիով զենքով այնտեղ ասում է ինքը դե ասում է չնայած դրան փխրուն հոգի ուներ որ այդքան տվեց այս 3 քրմի գլուխ էս կողմի վրա կտրել այդ ասեմ իրիկուն տես տխրել էր ինքը որ բան է այդքան մարդաց բան է որտեղ նուրբ հոգի ուներ այդ բանը այդ Լսի դա լայտակրի էլի վրանա դա ապրում ունի դրա հետ կապված հեքիաթի հերոսներ չարքին վերացնելու նույնիսկ եթե դա մարդա հետ կապված ապրումներ չեն կարող ունենան էլի ասենք չարեր գնացի սպա 3 գլուխները թրցրել են դա ասենք բանը չգիտեմ շատ տարօրինակ պատմություն է դες Արեքնազանն էլ ապրումներ ունի вообще անընդհատ ինչ որ կասկածանքների ու բանի մեջ տարօրինակ բանն է ինքը ոնց որ ընդհանրապես ուրիշ ֆենտեզի կերպար լինի այսինքն ինքը ոնց որ վեպի կերպար լինի Վաչագան ու Անահիտը էլի ոնց որ իր բանի Անահիտի դեպքում ամենաշատ տարօրինակ բանը իրական ամենը որ այնտեղ ոչ մի հրաշք տեղի չի ունենում ոնց որ հեքիաթը սկզբից մինչև վերջ պատճառը հետևանքային տրամաբանական կապերով բայց Արեքնազանը ամենատարօրինակ բանն է ինքը սերի մասին կասկած ունի թաքցնում է տառապում է դրանից կոնֆլիկտ ունի չգիտի ոնց վարվի դրա հետ ու մի հատ դրվագ կա շատ հետաքրքիր էր ինքը բանը ձիու հետ է խոսում ասում է լսի դե ասում է գիտես չէ որ ոնց որ երազում եմ մեծանամ դառնամ տղա Շատ տարօրինակ բան է էլի ու ասում է դե կմտածես հա չէ բանը հրեշտակից հետո ասում է դե ասում է հրեշտակ ամբողջ կյանքս երազել եմ տղա դառնամ այս հրեշտակը ինձ կախարդես դառա տղա ոչ ես երջանիկ եմ ինձ գոհ եմ ասում ո՞ց չֆայմեցի մի հատ էլ քեզ ասեի կոմար լեզու ուզեր հետս կխոսայի հա չէ մոտավորապես ինձ ինչ որ բան է ասում ու հետո ձիու փոխարեն իրան պատասխանում ասում հա ճիշտ ես ասում ինքը իրան պատասխանեց ձիու փոխարեն մի հատ այդ մոնոլոգը
երկխոսություն, դիալոգ մոնոլոգը լրիվ բանը, վիպային բանը, շատ տարօրինակ պատմություն Արեգնազան ընդհանրապես ինքը իր այցում է։ Ֆիքսել է, չէ՞ որ ինքը այդ տղա դառնալուց հետո բեր մոր ու գալի ամեն ինչ, ասենք ինքը զգում է, բայց միջև հոր կողմից, երբ որ գնում հորն է ասում, հերը ասում է դու տղա ես։ Հաստատում է։ Հա, միջև հերը չի ասում, որ ինքը տղա է, ինքը ոնց որ այդ բանը չի վերցնում իր վրա։ Էդ էլ է էլի հետաքրքիր։ Ասենք թվում է թե հոր կերպարը տենց առանձնապես բան չի այդ հեքիաթի մեջ, բայց միջև հոր կողմից այդ վավերացումը չի ստանում, որ ինքը տղա չի, տղա է։ Հերը միջև իրեն չի ասում, ինքը չի իմանում։ Տեսնում է որ տղա է, բայց մինչև հերը չի ասում, հա, ես հաստատում եմ դու տղա ես, ինքը իրան չի համարում։ Այդ երևի պատրիարխալ բանն է, էլի, որ մինչև հոր կողմից երևի բյուրոկրատիան է, պետք է паспорտի մեջ պեչատը։ Հա, մինչև հոր հայրը բանն է, այն իշխանությունն է, որ իրան տալիս է վավերաց։ Մինչև հոր կողմից ինքը չի ստանում այդ ինչ ասենք, այդ օրհնությունը ինքը իրան տղա չի անում, հենց հերը ասում է, չէ, դու всё-таки տղա ես, я դեպա գնամ ամուսնանամ։ Գնամ նո ֆարինոս։ Միջև այդ հա, տենց բայց sense ոնց կլինի, բայց ախր ես չեմ, այդ էլ է շատ հետաքրքիր բան, էլի, որ միջև հերը չի ասում, ինքը չի համոզվում, որ ինքը բան է, էլի, տենց ինքը տղամարդ է վերջը, էլի։ Այդ շատ տարօրինակ է, որ ինքը դառնում է տղա իրան ջրի մեջ տանում, ասում է ինքը ասիրները աչք չեր կտրվում, ուզում էր անդադ իրան դայր այդ ինքնահամայվածությունը։ Ոյ հիմա վստահ չեմ, լավ է, հետո իրար հետ գնանք, ինչ որ բան է փոխվում իրա մտածելու ձևի մեջ, հիմա ճշգրիտ չեմ կարողանում, բայց բան կար փոքր սես մի հասկանում, մտածելու ձևի մեջ բան է սկսում փոխվել։ Այդ էլ է շատ հետաքրքիր բան։ Իսկ այդ քարե քաղաքի մասին ինչ կասես։ Քարե քաղաքի մասին դու ասա, մենակ մի հատ բան կարամ ասեմ, որ բան է, այդ խնոցի հեծած պարրամին ես Խեչոյանի գրքից էի հիշում դեռևս, просто դեռ 7։ Այդ խնոցի, այդ պարրամը խնոցի հեծած է գալիս, հասկանում ես, ինքը ոչ ցախավել հեծած է գալիս։ Մեր պարրավները խնոցի հեծած են գալիս։ Որպես ինչի բան ես տեսնում, սիմվոլ ես տեսնում քարե քաղաքը։ Ես մենակ քարե քաղաքի մասին կարամ ասեմ, որ մանկությունից շատ տպավորված եմ մոտս, մեկ երազումս մինչև հիմա տեսնում եմ։ Ճիշտ, այդ քարե քաղաքին ավելի շատ ինչ որ հեքիաթային այդ տենց հատված դիտարկեցի, տենց որ ասեմ ինչ որ շատ կենտրոնացա այդ կտորի վրա, այդ տենց չի, դու ինչ որ բան ունես, հա դրա հետ կապված։ Չբանս տեսել որ ես շատ չեմ ֆիքսվել դրան, չեմ մտածել sense ասեմ, որ հիմա ինչ որ բան հիշեմ։ Շատ բան անալոգ անցկացնեմ, էլի։ Անկապ է ինքն դեռ, անկապ է այդ պատմության հետ, ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չունի այդ քաղաքը, ուղղակի մի քիչ երկար ասում է տեքստը։ Բայց հետաքրքիր է նաև այդ բանը, այն որ ինչ որ մեկ եկել նվաճել է քաղաքը ու իրանց որոշել է անշարժացնի ժամանակի մեջ մի տեսակ տենց բան է, այդ նվաճողի պատմություն կա այդտեղ, պարավը որպես նվաճող, քաղաքը ժողովուրդը թագավորը որպես պարտված է, ինքը միակ մարդն է, որ այդ բանի կա իր թագավորության անշարժացումը տեսնում են, մարդիկ չեն էլ զգում, անզգայացած են ու իրան հաղթելու ձևի մեջ հետաքրքիր բան կա, որ Արեգնազանը իրան ոչ թե սպանում է ինչպես իրան, որ ինքը ասում է ինձ գցեք բան, սատանայի գիրկը եւ այլն, այլ նաեւ գավազաններն է ոչնչացնում։ Ինքը երբ որ այդ քաղաքից այդ զավթիչին հեռացնում է, իրա մենակ իր անձը չի ոչնչացնում, այլ նաեւ իր ինստիտուցիոնալ գործիքները հնարավոր բանի կրկնություն։ Բայց հիշում ես ինքը դի պահում է միջև վերջ, երբ որ ամուսնանում է որ վանածոյի վրա այտենց նավով գնում են, այդտեղ է ինքը ոչնչացնում, ինքը հետը տարածալում ամեն դեպքում այդ գավազանները։ Հա, բայց ինքը վերջ ինստիտուցիոնալ փրկություն է բերում այդ քաղաքին, որտեղ այդ գավազանները մնան կարակրկնվի։ Դե քաղաքի իստումա բանն է նա, այդ ոնց ինքը անկապ է, մի քիչ այնտեղ բացատրություն կա հա դրա, որ այդ հրեշտակները, որ հետո գալիս են այդ հարսանիքի ժամանակ, ասում են այ մեր, չգիտեմ, մենք ենք կախարդել քեզ։ Հա, որ դու սովորական մարդու չես կարող հաղթել, հնարավոր չէր հաղթել, ոնց որ այդ պարամն ասում է, հա, ինձ միայն կարող էր հաղթել նա, որ աղջիկ էր դարել էր տղա եւ այլն, sense ինչ որ մի դրվագ կա։ Ինձ թվում է այդ կապը այդտեղ է, էլի, որ այդ քաղաքը դրանով է արդարացվում այդ քաղաքի սյուժեն այդ պատումի մեջ ներառելը, որ բացատրում է թե ինչի էին կախարդել հրեշտակները Արեգնազանին, որպեսզի կարողանա վերջի վերջո այդ պարավին
պարավին հաղթել։ Բայց այդ քաղաքի դրվագը տենց բան է, մի քիչ տենց շատ մռայլ բան է, էլի տալիս եմ։ Ինձ շատ ազդեցիկ է, մանավանդ փոքր ժամանակ որ կարդացած ես լինում, դες բան շատ տպավորիչ է։ Ու բան էի քեզ ուզում ասել, դու ինչ-որ հատվածներ էիր առանձնացրեի տարբերությունից, ես հիմա եմ էլի բանանում, բզբզում եմ հատվածներ, ինչ-որ բան կա, որը հետաքրքրել է։ Անահիտից մի երկու հատված կար, որ տենց հետաքրքրեց շատ։ Մեկն էս էր, որ գյուղացիք ուրախացան, որ Թագուհին իրանցից կլինի, երբ որ վաճառականն արդեն իմանում են, որ պիտի Անահիտի հետ ամուսնանա, ասում է գյուղացիք ուրախացան, որ Թագուհին իրանցից կլինի եւ նրա օրով նրանք շատ բախտավոր կլինեն։ Մեծ իշխանները տխրեցին, թե ինչու Թագավորի որդին Ռամիկ նախրջուն իրանցից բարձր համարեց։ Էս էլ է էլի շատ բնորոշ մեր բնույթին էլի, քանի որ այդ ազնվականությունը շատ վաղուց ենք հա կորցրել, այտենց որպես այդպեսին այդ ազնվականության ինստիտուցիոնալ հիշողություն մեր մեջ չկա։ Մեր գյուղից շատ վաղուց ենք կորցրել։ Մենք բոլորս ավելի շատ որն է, մենք բոլորս հասարակ ու հավասար մարդիկ ենք, մեր հանրությունը այդպեսին է։ Ու այդ էլ այդ թագավորի հասարակ մարդ, հասարակներից լինելը, հա, թագուհու Իսկեն ղեկավարի հասարակներից լինելը շատ տենց ընդունելի է մեր հանրության կողմից։ Իսկեն մենք տենց սիրում ենք ղեկավարի, ով որ մեր նման է, մեր միջից է, մեր համար շատ ավելի ընկալելի բան է, քան դա լինի իշխան, ազնվական, էլիտա, հա, այդ էլիտաների ու իշխանության, իշխանավորների հանդեպ մի քիչ բան, բնորոշ գիծ է էլի մեզ։ Շատ բան է ժամանակակից աշխարհի մարդու միտքա, որ մտածում են մեր գյուղից կլինի Թագուհին։ Ոչ մեկ չի մտածում, բայց ինչպես կարա բան, չէ՞, գյուղացիները չեն զարմանում այդ բանի անհամապատասխանության վրա, այլ ասում են լավ, մեր գյուղից կլինի։ Կարևոր մեր գյուղի նախրջու աղջիկն է։ Այդ նախրջու հետ կապված մի կտորել է շատ հետաքրքիր, որտեղ տենց խոսում է հովապետի ու նախրջու մասին, հա, ասում է Հովիվն ու նախրջին ինչով են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրջին ամեն ինչ՝ ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի եւ միջև անգամ ուխտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրջության է նման, քան թե հովի, ըստ որում նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերից չի բաղկացած, այլ շատ տեսակներից։ Էս էլ է հետաքրքիր կտոր, որ փորձում է բազմազանության բանն է, էլի նկարագրությունը։ Որ փորձում է հովապետին ու թագավորին իրար հետ համատության մեջ հովապետին ու նախրջուն, ասում է, սա բանը, այդ բազմազանություն չի հարգում, ինքը մենակ մի տեսակի կենդանիների է, իսկ էս բոլորի բանն է թագավոր։ Նախրջին բոլորին է։ Հա, ու թագավորն ավելի նման է նախրջուն, որովհետև ինքը բոլորի թագավորն է։ Ինչ կենդանի ասես կա, չէ՞։ Ինչ անգամ ուխտ։ Անգամ ուխտ։ Ինձ էս կտորները շատ տենց Բայց ինքը իրական շատ սիրուն լավ հետաքրքիր մեսիջներով, հատվածներով տեքստ է, որտեղ շատ բան կարելի է առանձնացնել էլի Անահիտը նկատի ունեի։ Եղեգնուց քիչ խոսացիք ոնց որ Ոչ, Եղեգնուին մեզնից չի եղանա, ես կարծում եմ որ ինքը իր հեքիաթ լինելու հանգամանքը ոնց որ դե իրան նվազեցնում է իր մասին խոսալու հնարավորություն, որտեղ աշխարհի բոլոր հեքիաթների նման հեքիաթ է։ Այդքան որ այսօր մեր այս եթերաշրջանի վերջին թողարկումն է, ես կուզեի վերջի մի քանի րոպեն ոնց որ Երբ ամփոփելի ճիշտ կլինի այդ բառը ասել, ես իրական ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ, որ միացար այս արկածախնդրությանը, որը կոչվում է քաղաքական ոդքասթ եւ Գեմաֆինին շնորհակալություն հայտնեմ, որ մեզ հարթակ տարածք եւ տաղավար դրամադրեց եւ իհարկե այն բոլոր մարդկանց, ովքեր աշխատել են մեզ հետ, Համլետին, Ռուզանին, Արևիկին, Էլովկա Միքայելին, որոնք օգնել են որ ես նախագիծի իրականություն դառնայի, քեզ շատ շնորհակալություն որ ամեն շաբաթ դիմացել ես իմ բոլոր գեղագիտական կապրիզներին եւ եթե դու բանն ես ասելու նախագիծի հետ կապված կուզեմ որ ինձ թվում է հետաքրքիր կլինի մանավանդ որ մենք մի 5 հոգի մշտական հեռուստադիտող ունենք կարող է իրանց հետաքրքիր լինի լսելու ես հույս ունեմ որ մենք հաջորդ սեզոններին կշարունակենք խնդրեմ շարունակել կարդալ հաջորդ սեզոններին կշարունակենք այս եթերները
գրականության ու քաղաքականության կապը փորձելով բացահայտել մեր գրականության մեր գրականության միջոցով ինձ թվում է դա կարևոր գիծ է ու կարևոր է դրա մասին խոսալ ինձ հիմնականում արձագանքների հետ կապ հիմնական արձագանքը որ ես տամ այնա որ ինչի դպրոցում որ մենք անցնում ենք այս ամենը այս դիտանկյուններից չեն նայում հարցին ինձ դա հուշում է որ այդ գրականությանը մի քիչ ուրիշ դիտանկյունով հա քաղաքականության կամ այս ինչ որ հասարակագիտության այդ կողմից նայելը շատ շատ կարևոր է ու պակասում է ու ես հուսով եմ մենք կարողանանք այդ բացը լրացնել։ Հա, մեր արձագանքների առումով ես ուզում եմ ասեմ, որ մենք մի 5 հոգի մշտական հեռուստանի տող ունենք, ոդքասթի տող ունենք, ու ես իրենց նաև շատ շնորհակալ եմ, որ իրենք միշտ նայում են, միշտ արձագանքում են, մեզ օգնում են ավելի լավը դառնալ, ավելի հետաքրքիր կողմերից նայել հարցերին, որոնք արդեն ոնց որ մնացել են արխիվում, բայց արժե դրանց վերաբերյալ վերամտածել երևի առանձին հիշենք այդ 5 հոգուն, հա, բանին Գևորգին, Լուսինեին, Սաթին, Տիգրանին, Ավետին ես շատ շնորհակալ եմ այս մարդկանց Վահրամին, որոնք մեզ ֆիդբեք են տալիս եւ հիմնականում լավ, որ վատ բաներ է ասում, խնդրում եմ հայտին ասեք, սա առաջի հաղորդումից ֆիքսել ենք, չէ։ Ու նաև իրականում ինձ համար շատ բան է, շատ բարդ էր, ասեմ որ ահա որ բարդ էր այս նախագիծը անելը, որովհետև ես ամեն ուրբաթ իրիկոնն արդեն քանի շաբաթ է, որովհետև մենք շաբաթ օրերն ենք նկարում, չգիտեմ մարդիկ գիտեն, թե ամեն ուրբաթ իրիկուն։ Ամեն ինչ բացահայտեցի, sense կգնի։ Գիրք եմ կարդում եւ իմ ուրբաթ երեկոները արդեն վաղուց այն չեն, բայց եթե սառը չլներ, ես դժվար այսքան շատ հայ գրականություն վերընթերցեի էլի ավելի շատ ոնց որ քանի բոլոր բացահայտումները չես արել, արի ավարտենք ու գնանք, հա, էլ այդ կենացը պետք չի ասես։ Ես քեզ ի վերջո երկու հատ նոր գիրք եմ կարդաց այստեղ։ Ամեն ինչ ասեցիր, ես էլ քեզնից եմ շնորհակալ, դեռ կհանդիպենք։ Կհանդիպենք։